պարտադրել, որ այսօրվա վաղվա մինչև 74 թիվը ծնվածների, չէ 74 թվից հետո ծնվածների, թոշակ մինչև կներեք, թոշակները տրվեն այս ողբալի մակարդակով, այսքան քիչ, որ նույնիսկ նվազագույն զամբյուղից էլ է քիչ, և ձևեր թափեն, որ իբրտ է, կուտակում են, որ 45 տարի հետո դրանց արժանավել թոշակ տան, այսօրվա մարդիկ պետք է թոշակ չստանան, որովհետև ինչ-որ մարդիկ ծրագրում են։ 45 չէ, 20 տարի։ Ներողություն, եթե 74 թվի ծնված 20 տարեկանին հաշվես մինչև 63 կտենաս տարեկան։ Որովհետև նա էլ է, որ աշխատում է փողա մուծում։ Հիմա նա 40 տարեկան է, մի հատ մաթեմատիկ ես, մի հատ 214-ից անի 74, 40 տարեկան է ինքը հիմա։ 20 տարի հետո Ներողություն, մի րոպե կարելի է գոնե հաշվել իմանալ։ Հաշվի մի հա։ Ուրեմն 74 թվից ծնվածները հետո։ Հիմա 40 տարեկան է։ Ներողություն, այդ 74 թվի ծնվածներից որևիցե մեկը դրա բանը 20 տարի հետո սկսում է փողամուծում։ Աշխատում է 18 տարեկան աշխատում է։ Քանի տարի պետք է աշխատի փող տա, որ 63 տարեկանում թոշակ ստանա։ Պարոն Սադոյան, այդքան անգրագետ լինել չի կարելի։ Ինչ անգրագետ, գյուղացին ինչ գործ անգրագետ չի լինի, Ագարակն ունի 2000 աշխատատեղ ունեցող գործարան։ Խաչարանն ունի 2000 աշխատող գործարան։ Միգուցե Ագարակում դեմ շարժման մեծ Դեմա դրա համար ասում եմ, մենք հարցում կանենք։ Ներողություն, իսկ դեմ շարժման խումբ կա Ագարակում։ Ինչ։ Դեմ շարժման։ Որտեղից լինի։ Ներողություն, այսինքն նշանակում է, որ Ագարակի քաղաքական այսպես կազմավորումները այդքան ակտիվ չեն։ Երևանից դուրս դեմ շարժում կա։ Իե։ Մի հատ ցույց տվեք։ Այսպես, հեսա սոցիոլոգիական ուսումնասիրություն է։ Ահա, կորոշեք, կտեսնենք, թե Գյումրիում ոնց են, Վանաձորում ոնց են, վերջում կգանք լավ բարձր։ Դե չէ թիվ են տալի բնակության 93%-ը բանա, դա թիվ չի։ Պարոն Ադիբեկյան, ես ձեզ հարցնեմ։ Ուրեմն ձեր կարծիքով մտավոր խավը, այսպես մտավոր համապատասխան պատրաստվածություն ունեցող, պետությունից, աշխատանքից, բաներից հասկացող մարդկանց, քանի տոկոսն է դեմ։ Ոչ թե գյուղացիները, որոնք չեն էլ իմանում, նրանց մասին խոսք չկա։ Պարոն Սադոյան, դու իմ ասածն ես բանանում։ Եղավ ուրեմն կարող դերի որ ես հաստատում, ես ես խոսում դեմ ես խոսում։ Ես ասում եմ, չի կարելի գյուղացիներին բերել այս շարքը, չի կարելի բերել սոցիալական։ Պետք է հանենք այն մարդկանց, ում վերաբերում է կոնկրետ այս Ներողություն, այսինքն դուք հիմա ասում եք հետևյալը, այսօրվա գյուղացիները 40 տարի հետո էլ պետք է չնչին թոշակ ստանան, վաբշե կամ չստանան, անկախ նրանց տարիքից, և Հայաստանում այսպես ասած խիստ շերտավորված տարբերություններ պետք է լինեն, գյուղի մարդիկ, քաղաքի մարդիկ, ներողություն և շարունակենք, խթանենք, այսինքն դա հիմար օրենքա, որ խթանում այդ զարգացումը։